Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող մեր քաղաքը դաշինքի ավականու տեխնացու Լիզա Գասպարյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, Տիկին Գասպարյան, նախընտրական քարոզարշավի ավարտին ենք մոտենում, կարողացել եք համոզել գյումրեցիներին քաղաքի հաջորդիվ կառավարումը ձեզ վստահեն։ Շնորհակալ եմ հրավերքի համար, իրականում ասեմ, որ արտահերթ ընտրությունները տարբերվում են նրանով բավականաչափ փոքր է քարոզարշավի ընթացքը եւ բավականին դժվարացնում է այսպես քաղաքական ուժերին կարողանալ հնարավորինս մանրամասն բացատրել, թե ինչու պիտի գյումրեցին ընտրի նախընտրի հենց այդ քաղաքական ուժին, բայց մենք մեր թիմը փորձել է հնարավորինս, չնայած որ արժևում դեռ 4 օրեր կան, վերջին օրերը էլ ավելի զարգացումներ են սպասում քարոզարշավային առումով, բոլորը իրենց կարևոր այսպես տեսաֆիլմերը, ասելիքը եւ ուղերձները պահում են վերջին օրերին։ Մենք փորձել ենք հնարավորինս որքան հնարավոր է օրվա ընթացքում 3-4 այսպես հանդիպումային ակտիվ ռեժիմով հանդիպել գյումրեցիների հետ, հանդիպել, խոսել, զրուցել, հնարավոր բոլոր տարբերակներով ու ձևերով փորձել ենք դիմել գյումրեցիներին, բացատրել, ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը, ներկայացնել մեր բարի կամքը ուղղված առ Գյումրի։ Ձեր շանսերը ո՞նց եք գնահատում։ Մեր շանսերը գնահատում ենք բավականին նորմալ, բավականին լավ։ Դա ինչ է նշանակում, չէ, ենթադրում դուք առաջատար դիրքերում ենք, առաջատար դիրքերում ենք եւ մենք ի սկզբանե մասնակցություն երբ հայտարարեցինք, որ մասնակցում ենք, մեր քաղաքական ուժի ղեկավարը եւ մեր քաղաքապետի տեխնացուն է Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ մենք գնում ենք հենց քաղաքապետի պաշտոնի համար։ Կան գնահատականներ, որ դուք ներկայացնում եք նախկին իշխանություններին, մասնավորապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թևը, եւ այդ խոսակցությունները հիմնավորվում են այն պարզ բանի պատճառով, որ քաղաքապետի ձեր տեխնացուն ազգային ժողովում երրորդ նախագահի կողմից կազմավորված դաշինքի ցուցակով падգամավոր է։ Ձեր մեկնաբանությունը։ Պարոն Գրիգորյան 14 տարի քաղաքական ճանապարհ է անցել, падգամավորական ճանապարհ է անցել։ Վերջին տարիներն է միայն, որ ներկայացնում է պատիվ ունեմ, այսպես ասած, խմբակցությունը, բայց ներկայացնել նախկին ուժին դա չի նշանակում, որ այն մարդը, որ իրապես գյումրեցի է, իրապես իր ծրագրերն ու մտքերն ու գաղափարներն ու առհասարակ այս ընթացքում իր անցած քաղաքական ճանապարհը միտված է եղել Գյումրուն եւ գյումրեցուն, իր աշխատանքային օրակարգը ձևավորված եւ հիմնված է եղել Գյումրու խնդիրների վրա, նա չպիտի դա այդ հանգամանքը պիտի կաշկանդի ժողովրդավար երկրում, որ նա կարողանա առաջադրել եւ ներկայացնել հայտ քաղաքապետի պաշտոնին, այսպես ասած, ցանկություն հայտնելու կամ աշխատելու այդ գործում։ Ես կարծում եմ, որ ժողովրդավար նորմալ երկրում սա շատ նորմալ դիտակյունից պիտի նայել եւ պարզապես լոկալ մակարդակում դուք ընդունում եք, որ նախկին իշխանություններին եք ներկայացնում, մենք չենք ներկայացնում նախկին իշխանությունը, մեր կուսակցությունների դաշինք ենք, մեր քաղաքը դաշինքի անվանումը արդեն իսկ խոսում է այն մասին, որ ամեն ինչ արվել եւ շարունակում է արվել հանուն քաղաքի, հանուն Գյումրու եւ ուղղակի լինել խմբակցության падգամավոր եւ այս ընթացքում իշխանական քարոզչամեքենայի կողմից պարբերաբար մատնանշել եւ խոսել, որ ներկայացնում են նախկին իշխանության, այսպես իշխանությունը ներկայացնում, կներեք 9 քաղաքական ուժերից որ մեկը չի ներկայացնում նախկին իշխանությունը եւ վերջապես երբ պիտի վերջ դրվի նախկիների ու ներկաների, սևերի ու սպիտակների մերոնքական ու ձերոնքական այդ բանաձևին, այս խնդիրը նաեւ Գյումրիում կա եւ մեր քաղաքական ուժը իշխանության գալով առաջնային հարցերից, առաջնային կարելի ասել խնդիրներից մեկը պիտի լինի այդ բարոյհոգեբանական մթնոլորտը քաղաքում, որ փուճուր փոքր քաղաքի մեջ մարդկանց բաժանել են 1000 տեսակի։ Բայց դուք որևէ խնդիր տեսնում եք, որ ձեզ ասոցացնում են նախկին իշխանությունների հետ, նախկին երրորդ չենք տեսնում, գյումրեցին շատ լավ ճանաչում է մեր քաղաքապետի տեխնացուին, Մարտուն Գրիգորյան։ Կապը թաքցնելու խնդիր չունեք, եթե նույնիսկ այդպեսին կա։ Կապ չկա, խմբակցության падգամավորի կապ չկա։ Առաջադրվել է մեր տեխնացուն, մեր քաղաքապետի տեխնացուն, այն նախապայման ունենալով, որ 14-15 տարվա իր падգամավորական աշխատանքը շեղված է եղել լիարժեք օրենսդրական աշխատանքից, որովհետև օրնի բուն մեր գրասենյակ են եկել դիմել գյումրեցիներն այն խնդիրները, որոնք վերաբերում են բարի բուն իմաստով քաղաքապետի լիազորությունների ներքո, այսինքն քաղաքին տիրապետել, իմանալ, ճանաչել դրանք լուծել, լուծումների խնդիրներին լուծումներ բերել, կներեք սխալ արտահայտվեցի, դա եղել է տարիներ շարունակ եւ չգիտեմ, ժողովրդավարական երկրում 15 օր շարունակ կամ ավելի անընդհատ խոսել այդ մասին եւ անընդհատ գտնել ինչ-որ թերություն, որ ներկայացնում են նախկին իշխանությանը, ես կարծում եմ, որ գյումրեցիները շատ լավ գիտեն, գյումրեցիները շատ լավ ճանաչում են մեր քաղաքապետի տեխնացուին եւ շատ լավ գիտեն, որ քաղաքական ուժը կամ կուսակցությունները կոնկրետ այս պարագայում, այս ընտրություններին պարզապես ձև են
Այստեղ կարևոր են անհատները, թե իրապես ով պիտի լինի քաղաքի կառավարիչը եւ ով կարող է լիարժեք իր գործունեությունը տանի դեպի Գյումրեցին ու Գյումրու խնդիրները։ Սա կարծում եմ կարևոր է։ Դուք ձեր շանսերը սկզբում լավ գնահատեցիք, բայց ինչ եք դուք ներկայացնում եւ առաջարկում գյումրեցիներին, որոնք են ձեր ծրագրերը, եթե վերցնեք քաղաքի առաջիկա տարիների կառավարումը։ Շատ բարի, բավականաչափ ծավալուն ընդգրկուն նախընտրական ծրագիր ենք ներկայացրել եւ ասեմ, որ հասցրեցինք, չնայած որ էլի ժամանակը կարճ էր, բայց հասցրեցինք հետազոտական լուրջ աշխատանք անել, փորձագիտական խմբերի հետ աշխատել, հանդիպել, այս ընթացքում հանդիպել ենք մի շարք մասնագիտական համայնքների հետ, թե տեղեկատվության, թե առհասարակ ոլորտային խնդիրներին տեղյակ լինելու հետ կապված, բավականին ծանր 12 դրույթներից 86 կետերով, բայց կարելի է ասել, որ դրանք հողի վրա հողեղեն ռեալ իրատեսական ծրագրեր են, որոնք ուղղակի պետք է կամք լավ կապեր, որոնք կարողանանք նաև մենք այդ կապերն օգտագործել քաղաքի հետագա զարգացմանը, ճիշտ եւ լավ կառավարչի որակներ են պետք, որ կարողանան քաղաքը տարեց տարի կամ կարելի ասել ամսեամիս զարգացնել եւ տանել դեպի զարգացող քաղաքի տիտղոսին, որովհետեւ մենք գտնում ենք, որ Գյումրու զարգացման ուղին դա զբոսաշրջությունն է եւ պետք է պահել ու պահպանել այդ ոլորտը, ել ավելի զարգացնել ու նպաստել, որպեսզի Գյումրին բրենդավորվի, Գյումրին դառնա ել ավելի ճանաչելի ոչ միայն Հայաստանում, մենք հիմա բացառապես Հայաստանի տարածքում ներքին туриզմի շրջանակներում ենք փորձում մրցակցել, բայց մեր նախընտրական ծրագիրը մեծ ամբիցիա է դրել, որ քաղաքը իրապես բրենդավորվի, գոնե տարածաշրջանում առաջիկա ոնց է ապահովելու տուրիստական զբոսաշրջային զարգացումը։ Քաղաքը բավականաչափ ունի պոտենցիալ զբոսաշրջային առումով, տարբերվող։ Պետք է շեշտեմ, որ Գյումրին առանձնանում է քաղաքային գեղեցիկ դիմագծով։ Գյումրին հումորի ու խոսքզրույցի մայրաքաղաք է, մենք այդպես ենք ասում։ Գյումրին չեմպիոնական քաղաք է, Գյումրին թատրոնի քաղաք է, Գյումրին արվեստի քաղաք է, Գյումրին գաստրոնոմիկ հետաքրքիր մշակույթի քաղաք է, Գյումրին մեծամեծերի քաղաք է եղել եւ շարունակում է մեծեր տալ։ Գյումրու առանձնահատկություններն ուժեղ կողմերն ու առավելությունները մինչ այսօր ոչ այդքան բավարար են ներկայացվել, ոչ այդքան գրագետ ու գեղեցիկ են ներկայացվել։ Ես ինքս գալիս եմ туриզմի ոլորտից եւ ոլորտի մարդ լինելով ասեմ, որ շատ ժամանակ մենք ոլորտով զբաղվողներս, туриզմի զարգացման զբաղվողներս զգում էինք, որ չկա այդ աջակցությունը, չկա այդ խթանը, որ պետական մակարդակով գուցե քաղաքային իշխանության մակարդակով խթանվեր եւ զարգանար եւ մի տեսակ մի պա բոլորիս մոտ այն մարդիկ, ովքեր իրապես սիրահարված են Գյումրուն, իրապես անում են ամեն բան Գյումրու զարգացման, Գյումրու բրենդավորման, Գյումրու ել ավելի գրավիչ դարձնելու համար մի տեսակ բոլորը հիասթափվեցին եւ հետ քայլ արեցին։ Այսօր այդ հիասթափությունը պետք է կարողանանք մենք մարդկանց բոլոր ոլորտները։ Ես ասեմ հարգելի Աննա, մենք այս ընթացքում փակ հանդիպումներ ունեցանք բոլոր ոլորտներում, Գյումրին մի մեծ խնդիր ունի։ Մենք ունենք ուղեղներ, մենք ունենք լուսավոր մտքեր, մենք ունենք մարդիկ, գաղափարներ, ամենակարևոր ռեսուրսը այսօր 21-րդ դարում, բայց դա չի օգտագործվում։ Բոլորն իրենց ոլորտներում մի տեսակ նեղսրտած, նեղված, վիրավորված, որովհետև չի հարգվում մասնագիտական կարծիքը, չի հարցվում փորձագիտական ինչ-որ տեսանկյուն, թե ինչպես կարելի է անել, կամ եկեք հավաքվենք բոլորս այս պահին, ովքեր ապրում են Գյումրիում, ես վստահեցնում եմ ձեզ, աննորմալ սիրում եւ սիրահարված են Գյումրում։ Առհասարակ ես չեմ ճանաչում մի գյումրեցի, ով չսիրի իր քաղաքը։ Բոլորը պատրաստ են եւ անվճար կարելի ասել բոլոր ձևաչափերով իրենց ներուժը ներդնել քաղաքի։ Բա մինչեւ հիմա ինչու չեն արել։ Ինչու չեն արել։ Շատ հետաքրքիր հարց է։ Ես ինքս որպես туриզմի ոլորտի մարդ ներկայացրեցի, որ туриզմը միայն կաբինետով չէ, որ պիտի զարգանա, եւ քաղաքի զարգացումն էլ մեր քաղաքական ուժը գտնում է։ Դուք շատ լավ եք ասում, որ պետք է Գյումրին դարձնեք տուրիստական կենտրոն, զարգացնեք, բայց նախ եւ առաջ դրա համար հարկավոր է, որպեսզի ենթակառուցվածքները զարգացած լինեն, իսկ Գյումրու փողոցների մեծ մասը ուղղակի ասֆալտապատ չէ։ Դուք նախ երևի այստեղից պիտի սկսեք։ Ինչ ծրագիր ունեք այդ մասով դուք, որպես քաղաքային իշխանություն, այնքանով որքան իրավասություն կունենաք դուք, եթե վերցնեք քաղաքի կառավարումը։ Ինչ եք անելու այս հարցում։ Շատ բարի, հարգելի Աննա, իհարկե, փողոցաշինությունը ամենակարևոր հանգամանքներից ու ենթակառուցվածքներից մեկն է, որովհետև կոնկրետ 2017 թվականից, երբ մեր գյումրեցիներից մեջ ներսում փոփոխություն տեղի ունեցավ, ինքներս հասկացանք, թե մենք ինչ քաղաքում ենք ապրում, այդ փոփոխությունը մեզ բերեց Գյումրիում Ռուսթավելի փողոցի փողոցաշինական աշխատանքներից 2017 թվականից ի վեր։ Այո, փողոցաշինությունը շատ կարևոր է եւ այս պահի դրությամբ ես ասեմ, որ այն հիմնական մեխը, որ իշխող կուսակցությունը դարձրել իրենց քարոզարշավի մեխը, կարելի ասել բրենդ անի թաղամասի փողոցաշինություն եւ լուսավորություն, 2023 թվականից հաստատված է ծրագիրը, դրանք վարկային ծրագրեր են, պետական սուբսիդիաներով եւ այլն, հաստատված է, ամեն բան հստակեցված է եւ այլն, բայց
ցայսօր որևէ աշխատանքներ այդ թաղամասերում չեն արվում, որը հիմա քաղաքական իշխող ուժը ներկայացնում է դա որպես չարված գործ։ Նախ մենք պիտի հարցնենք իրենց, որովհետև իրենք կոալիցիոն գործընկեր էին Բալասանյան դաշինքի հետ 2021 թվականին ընտրված, ինչու չի արվել հարգելիներս, եւ հստակ տեղեկատվությամբ ասենք, որ այդ ամեն ինչը հստակեցված է, հաստատված է եւ վարկային ծրագրերով շարունակական են լինում փողոցաշինական ծրագրերը։ Այսօր դարձնել քարոզարշավի կամ գյումրեցիներին համոզել կամ գյումրեցիներին տանել ընտրության բացառապես փողոցով եւ ասֆալտով շատ տխուր պատմություն է։ Շատ կարևոր է, բայց դա արդեն հաստատված է զբոսաշրջային կենտրոն սարքել Գյումրին, դուք չեք կարող քանդված ասֆալտով որևէ զբոսաշրջիկի վերել ծրագիրը կա, Գյումրիի գրավչությունը բացատրել։ Ծրագիրը կա, այո, ծրագիրը կա եւ շարունակական է լինելու 2016-ից էլ այսօր դրանք արում են վարկային ծրագրերով, ՎԶԲ-ի վարկային ծրագիրն է եւ այլն եւ այլն։ Դրանք արում են եւ պիտի շարունակական դարձնել։ Այլ հարցը թե ինչու մինչեւ այսօր չի արվել եւ 23 թվականից հաստատված ծրագիրը, երբ Գյումրեցու համար ցանկացած մեկ օրն շատ կարևոր է, պահվել է մինչև 2025 թվականը եւ գուցե ենթադրենք, որ մինչև 26 թվականի համապետական ընտրությունների համար է ծրագիրը պահվել։ Փողոցաշինությունը կարելի է համարել, որ արդեն իսկ ուղղակի պետք է բանակցել, անցնել, սկսել մեկնարկտար, չգիտեմ, հասկանալ թե ինչն է խնդիրը, ինչն է կանգ առնում, ինչը խոչընդոտում է այդ գործընթացը։ Բայց դուք ունեք ծրագիր այդ խնդրի լուծման համար։ Եթե պետական ծրագիր կա, վարկը հաստատված է եւ դա պիտի արվի, կապ չունի ընդդիմադիր քաղաքապետ կընտրվի թե իշխանական։ Դա աշխատեք կենտրոնական իշխանությունների հետ, որ եղած ծրագրեր իրագործեն։ Կենտրոնական իշխանությունը ախոս պիտի հարգի Գյումրեցու ընտրությունը, հարգելի Աննա, սա շատ կարևոր է։ Շատ կարևոր եւ արժեվում 26 թվական է։ Չեմ կարծում, որ 26 թվականը սարի հետևում է, բայց անկախ ինչպես որ մենք այսօր հարգում ենք գյումրեցիների ընտրությունը ազգային ժողովի ընտրություններին կենտրոնական իշխանությանը ընտրելով, մեր քաղաքական ուժը հարգում է դա եւ որևէ գյումրեցու որևէ բան չի ասում, որովհետեւ դա գյումրեցու ընտրություն է, գյումրեցու ընտրությունը ոտնատակ անել կամ չհարգել, ես չեմ կարծում, թե դա հարգանքի արժանի։ Նույն կերպ կենտրոնական իշխանությունը պիտի հարգի գյումրեցու ընտրությունը, այսինքն 2025 թվականի թիմ ընտրություններից հետո ով կլինի, ես չեմ կարող ասել, թե ով կլինի Գյումրու քաղաքապետ, ով կստանձնի, բայց ամեն դեպքում այդ համագործակցությունը կենտրոնական իշխանության հետ պիտի լինի, պիտի ամեն դեպքում բացատրենք եւ դա է խանգարել բոլոր քաղաքների զարգացմանը, որ ընդդիմադիր եւ իշխանական ինչ որ դիրքեր են տվել եւ այստեղից դուժել է քաղաքը, դուժել է գյումրեցին, դուժել է կապանցին, դուժել է վանաձորցին։ Գյումրիում Շիրակում առհասարակ լուրջ խնդիր է աշխատատեղերի հարցը։ Այո։ Օրինակ մրցակիցներից ոմանք ասում են, որ իրենք այդ հարցը լուծելու են։ Մի մասն ասում են ներդրումներ ենք բերելու, գործարաններ ենք կառուցելու, մի մասն ասում են մոտ 15,000-ի աշխատատեղ ենք բացելու, տնտեսական ազատ գոտի ենք հիմնելու եւ այլն։ Դուք ունեք ծրագրեր։ Տեսեք, աշխատատեղերի ստեղծումը առհասարակ գիտենք տեղական ինքնակառավարման մարմնի այսպես գործառույթն ու իր լիազորությունների տակ չի մտնում, բայց այն որ մենք ասում ենք, որ քաղաքը Գյումրին պիտի այլևս դառնա զարգացող քաղաք, պիտի բրենդավորվի, պիտի զուգահեռաբար, նախ Գյումրին պիտի ինքնաբավ լինի առաջինը գյումրեցիներից համար, սա շատ կարևոր է, ես ուզում եմ սա ֆիքսենք, ինքնաբավ լինի այդ փողոցաշինությունը, այդ ենթակառուցվածքները, հանրային տրանսպորտը լինի հասանելի։ Մենք այսօր ժամը 18:03 հետո հանրային տրանսպորտի խնդիրներ ունենք, այո, չի կարող երկրորդ քաղաք ունենա, ել չեմ ասում զբոսաշրջային ամբիցիա ունեցող քաղաքը 18:05 կամ 18:10 րոպեին չունենա հանրային տրանսպորտ։ Այդ բոլոր ենթակառուցվածքները նախ առաջինը մենք պիտի անենք եւ ստեղծենք մեր քաղաքի համար, մեր գյումրեցիներից համար ինքնաբավ դարձնել։ Եվ հետո երբ որ արդեն քաղաքը գնա այդ բնակ կոմունալ ծառայություններ, չգիտեմ, աղբահանություն, թափառող շներ, իհարկե դա էլ է մեծ խնդիր այս պահին Գյումրիում, բայց ամեն դեպքում դա դարձնել դրոշակ, նախընտրական, իհարկե դրանք կան մեր նախընտրական ծրագրում, դրանք հարգված են մեր կողմից, բայց դրանք դարձնել դրոշակ, դրա վրա մեծ ժամանակ տրամադրել, դա մենք գտնում ենք, որ այդքան էլ ճիշտ չի, մեր քաղաքական ուժի, մեր քաղաքական ուժի հիմնական ծրագրի թիրախը զբոսաշրջային կենտրոն դարձնելն է եւ դրան արդեն զուգահեռել հարակից երբ քաղաքը կլինի գրավիչ, երբ քաղաքը կլինի գեղեցիկ, երբ քաղաքը կլինի մարդաշատ, երբ քաղաքը կլինի կանչող, այդ ժամանակ արդեն ոչ թե մենք կխնդրենք ներդրողներին, մենք ունեցանք կարճ ժամանակ հատվածում այդ փորձը, այլ ներդրողներն իրենք կգան, որովհետեւ հարմար շուկա է այլևս Գյումրին։ Այսինքն վերջին տարիների փորձն է ցույց տալիս, որ туриզմով մենք կարողացանք Գյումրիում բավականաչափ աշխատատեղեր բացել, աշխատատեղեր, որոնք բավականաչափ լավ են վարձատրվում, այսինքն այդ շղթան, արժե շղթան պետք է կարողանա
կարողանանք ճիշտ եւ գրագետ ստեղծել, բայց էլի եմ ասում, առաջինը Գյումրին պետք է լինի մաքուր, գեղեցիկ, կոկիկ, ապահով, ժպտացող, երիտասարդ, չգիտեմ, բոլոր առումներով գյումրեցիներից համար, դա ամենակարևորը։ Քաղաքային բյուջեով հնարավոր է ձեր ասած քաղաքային բյուջեով դրանք հնարավոր։ Դուք օրինակ պատրաստում եք ներդրումներ ներգրավել, եթե ներդրումներ եք ներգրավել, ապա գիտեք աղբյուրները։ Իհարկե, հարգելի Աննա, քաղաքային բյուջեն գիտեք չափազանց փոքր է, այո, չափազանց փոքր է, ուղղակի շատ փոքր հարցեր կարելի է քաղաքային բյուջեից լուծել, բայց մենք ունենք փորձ այս տարիներին աշխատել ենք, ունենք շատ լավ կապեր, քաղաքապետի անձի հանգամանքով պայմանավորված, նրա հարգանքի, նրա հարաբերությունների հիման վրա կարելի է շատ բան անել ու շատ ծրագրեր։ Պատգամավոր լինելով հանդերձ, պարոն Գրիգորյանը այս տարիներին կարողացել է շատ բան անել եւ իր անձնական միջոցներով եւ նաեւ կարողանալ մարդկանց ներգրավել, ներդրողներ բերել, ովքեր հոգացել են ներդրողները ներկապահին եւ սպասում են դիցուկ, որ դուք լինեք քաղաքային կառավարիչներ։ Այո, իրապես կան այդ ներդրողները։ Որքան ներդրում կբերեն Գյումրի։ Ունեք թվեր։ Թվեր այս պահին չեմ կարող, ինքս չեմ տիրապետում, խնդիրը դրանում է, չեմ կարող հրապարակել, բայց կոնկրետ այդ կապերը բերել, օգտագործել այդ ամեն ինչը հանուն քաղաքի։ Մենք դրա փորձառություն ունեցել ենք 2023, ամենավերջինը հիշատակեմ, 2023 թվականին Արցախյան տեղահանումից հետո, երբ 3000-ից ավելի արցախցիներ, նրանցից 80-ից 85-90%-ը կարողացանք մենք անձամբ հյուրընկալել մեր գրասենյակում, խոսել, զրուցել, ամենակարևոր հոգեբանական աջակցություն տալ եւ կարողանալ լուրջ նյութական աջակցություններ տրամադրել, իսկ այդ նյութական աջակցությունները մենք կարողացանք գեներացնել մեր Մոսկվայի, Եվրոպայի, Ամերիկայի եւ այլ կապերի ընկերների շրջապատի մարդկանց, այն բարի կամեցող գյումրեցիների միջոցով, ովքեր ուղղակի վստահելի ձեռք էին փնտրում, ուղղակի փնտրում էին այն մարդուն, ով որ կկազմակերպի այդ ամենը, կկառավարի այդ ամենը։ Մենք այդ ամենամոտ փորձառությունն եմ ես։ Իմիջիայլոց ձեր ընդդիմադիր մրցակից տեխնատուներից մեկն էլ իր թիրախում պահել է իր ձևակերպմամբ Գյումրու սփյուռքը, նրանք ովքեր գյումրեցի են, բայց նոր ձևակերպումը սահմանել։ Իրենք էլ են հույս փայփայում, որ եթե իրենք դառնան քաղաքի կառավարիչները, այդ մարդիկ մեծ վստահությամբ այդ ներդրումները բերեն։ Հետաքրքրական է ոնց է ստացվում, որ երկու ուժի միայն սփյուռքը չի, նման վստահություն է առաջացել եւ եթե այդ մարդիկ իսկապես ուզում են օգնել, ինչու ինչ այս չեն օգնել, եթե այդքան սրտացավ գյումրեցի են։ Միայն սփյուռքը չի, մեր պարագայում կոնկրետ կարող են լինել շատ այլ օտարերկրյա քաղաքացիներ եւ այլն, միայն սփյուռքը կամ գյումրեցի սփյուռքը չի, որ մեր հույսը նա է, այդ զանգվածն է, այսպես ասած։ Չգիտեմ, կապեր, այնտեղ քույր քաղաքներ կան, հարաբերություններ կան, հազար ու մի բաներ կան, որ այդ գործիքներն ու գործոնները երբեք չեն օգտագործվել։ Լավ, ամփոփում ենք զրույցը։ Ասացեք, խնդրեմ, հետընտրական վիճակում կոալիցիաների գնալու հնարավորություն տեղ դուք ձեզ համար թողել եք։ Ում հետ կարող եք գնալ կոալիցիայի եւ ում հետ եք բացառում։ Շատ լավ արտահայտություններ դուք ձեզ համար թողել եք, շատ հետաքրքիր։ Իրականում, եթե հետևում եք քարոզարշավին, մեր քաղաքական ուժն է, մեր տեխնացուն է, որ փորձում է կարմիր գծերը որևէ կերպ չանցնել, փորձում է պահել, որովհետև անկախ ամեն ինչից, ով կանցնի, ով կլինի քաղաքապետ, կզբաղեցնի այդ պաշտոնը, ով քանի մանդատ կունենա համայնքապետարանում, մենք գյումրեցիներ շարունակել ենք Գյումրիում ապրել, որ 30-ից հետո գալու է 31-ը եւ բոլորս իրար փոքր քաղաք է, բոլորս ճանաչում ենք մեկ-մեկի եւ միասին ապրելու ենք այդ քաղաքում եւ զարգացնելու ենք, շարունակելու ենք զարգացնել Գյումրին։ Կոալիցիա կազմելու մասին հիմա ասել, որ ուժին ենք նախընտրում, որ ինչ է, դա ոչ ակտուալ է մեզ համար, որովհետեւ մարտի 30-ից հետո նոր ակնհայտ կերևա թե որ ուժեն են անցողիկ շեմը հաղթարել եւ արդեն բայց պիտի ունենաք, չէ, որոշակի տրամադրվածություն, թե այս ուժի այն որ հստակ մեր քաղաքական ուժի կողմից հրապարակվել է, որ կոալիցիա չի կազմում իշխող կուսակցության հետ, դա հստակ է, իսկ ընդդիմադիր ուժերից որ մեկը կհաղթահարի այդ շեմը, որը չի հաղթարի, դա արդեն 30-ից հետո խոսակցություններ կային, որ լարվածություն կա որոշակիորեն նաև Գյումրու նախկին քաղաքապետի եւ ձեր դաշինքի միջև եւ ասում էին, որ եթե այնպես ստացվի, որ ընդդիմադիրների կոալիցիայի անհրաժեշտություն առաջանա եւ լինի այնպիսի իրավիճակ, որ լինի նախկին քաղաքապետը, լինեք դուք, որ հաղթահարել է անցողիկ շեմը, դուք երկուսով կոալիցիայի չեք գնա, այդպես է թե այդպես չէ։ Ես չեմ կարող ասել 30-ից հետո ինչ կլինի եւ գյումրեցիները որ քաղաքական ուժին առավելություն կտան թե չեն տա, բայց ամեն դեպքում խոսակցություններ այն մասին թե լարվածություն կա մեր միջև, այս պահին մենք մեր դաշտում ենք փորձել կոռեկտ եւ բալանսավորված քարոզարշավ վարել, նույնը կարող եմ ասել մյուս քաղաքական ուժի նկատմամբ, որ որևէ ատելություն, որևէ չեք բացառում դուք, որ նախկին քաղաքապետի հետ կարող եք կոալիցիայի գնալ, եթե հետ կապված որևէ բան ասել, որովհետեւ այս պահին որոշում չկա մեր մեջ, այս պահին ակտուալ քննարկվելիք թեմա չէ մեր քաղաքական ուժի համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող մեր քաղաքը դաշինքի ավականու տեխնացու Լիզա Գասպարյանն էր, կհանդիպենք։